Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, կապի միջոցով զրուցելու եմ քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Քամալյան, հետևում եք վերջին իրադարձություններին, Հայաստանում նախկին նախագահների դեմ քրեական գործեր են հարուցվել, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի խոսքը իրենց պաշտոնավարման օրոք տեղի ունեցած չարաշահումների մասին է, պաշտոնական դիրքը չարաշահելով, շուկայականից էժան գներով հողատարածքներ ձեռք բերելու մասով։ Այս ընդհանուր process-ը դուք ինչպես եք գնահատում, քանի որ հանրության Միստվար զանգվածի մոտ կար պահանջ նախկին ղեկավարների ազատազրկելու, քրեական գործեր հարուցելու եւ հաշվի առնելով նաեւ վարչապետի ելույթն ազգային ժողովում, ինչպես կգնահատեք այս process-ը։ Կգնահատեմ ուշացած առաջին հերթին, որովհետեւ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժումը ավարտվեց հաղթանակով եւ տեղի ունեցավ, կարելի ասել, հեղափոխություն, այդ հանրային պահանջը հասարակության լայն զանգվածների մոտ կար, որովհետև այն հարթակը, որը եկավ իշխանություն, այսինքն Նիկոլ Փաշինյանի գլխավորած հարթակը, տվել էր քաղաքական գնահատականներ նախկին իշխանություններին եւ հասարակության գերակշռող մեծամասնությունը համաձայն էր այդ գնահատականների հետ, ի վերջո անկախ իրավական զարգացումներից հասարակության աչքի առջև է տեղ ունեցել այդ կառավարման 20 եւ ավելի տարիները, երբ Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքը կարելի ասել կրիմինալիզացվեց։ Երբ որ մենք ասում ենք նախկին իշխանությունները ձևավորեցին քրեաօլիգարխիկ համակարգ, դա քաղաքական եւ քաղաքագիտական գնահատականն է, բայց դա իր հետևից պետք է ունենա մանրամասն նկարագիր, հա, եւ հասարակությունը տարբեր այդ քրեաօլիգարխիկ համակարգը ունենալով տարբեր դրսևորումներ տարածվել է դեպի հասարակություն եւ հասարակությունը տարիներ շարունակ շոշափել է այդ ամենը, հա, բացի նրանից, որ նրանք ուզուրպացրեցին իշխանությունը, նրանք երկրի ողջ կապիտալ հնարավորությունները իրենցով արեցին եւ այդ ամենին գումարեցին կրիմինալ բարքերը եւ այդ կրիմինալ բարքերն էլ միաձուլեցին նաեւ իրավական բեսպրեդելի հետ։ Եվ սա ձևավորեց մի ամբողջ համակարգ։ Հիմա 18 թվականից հետո այդ ամենը հեղափոխության արդյունքում պարտվեց եւ եկավ ժողովրդավարական իշխանություն, բայց այդ ժողովրդավարական իշխանությունը բախվեց բազմաթիվ խնդիրների, օբյեկտիվ խնդիրների, սուբյեկտիվ խնդիրների, պատերազմ, համաճարակ, դրան պատերազմից հետո ստեղծված ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ իրավիճակ եւ միայն վերջի 2 տարում է, որ կարելի է ասել մթնոլորտը այնպիսին է, որ այս իշխանությունը բոլոր հնարավորությունները ունի գնալու իր խոստումների հետևից եւ արդարություն եւ արդարադատություն հաստատելու երկրում։ Եվ հիմա ստեղծված իրավիճակում ես կարծում եմ, որ ուշացած, բայց ամեն դեպքում սայլը կարելի ասել տեղից շարժվում է եւ տեսնենք ինչպիսի զարգացումներ կլինեն, ամեն դեպքում դեռևս դատաիրավական համակարգը գտնվում է ոչ ժողովրդավարական ինստիտուտներին համապատասխան կարգավիճակում, որովհետեւ տեսեք, մենք տվեցինք այդ գնահատականը նախկին իշխանություններին, նրանք այդ նույն բարքերով հիմա տեղափոխվել են արդեն ընդդիմադիր դաշտում են նույն գործելավոճով եւ շատ դեպքերում այդ դատաիրավական համակարգը մենք տեսնում ենք, որ շարունակում է գտնվել այդ համակարգի ազդեցության ներքո եւ իշխանության այսօրվա այս վճռորոշ քայլերը, որ անում են դեպի արդարադատություն, շատ հնարավոր է ունի իր մեջ ռիսկեր այդ դատաիրավական համակարգի հետ կապված խնդիրների հաշվի առնելով։ Որպես նաև ընդդիմության արձագանքներ այս մասով, երբ ամեն անգամ իշխանությունը այսպիսի քայլեր է ձեռնարկում, ընդդիմության կողմից, իրենց վերահսկողության տակ գտնվող մեդիայի կողմից փորձվում է ներկայացվել այնպես, որ սրանք հակաժողովրդավարական քայլեր են, որ բռնապետություն է Հայաստանում, նախկին անմեղ ղեկավարներին են ձերբակալում, մեկը բարերար է, մեկը կաթողիկոս է, մեկը նախկին նախագահ, այսինքն ստացվում է, որ բոլոր այդ նախկին համակարգի ներկայացուցիչները ինչ որ մի բանով
բանով ինդուլգենցիա ունեն, որ չկարողանան պատժի ենթարկվել։ Ըստ այդ մարդկանց, եթե ասում են ժողովրդավարություն, ուրեմն այդ ժողովրդավարությունը ամենաթողության մասին է, հա, ժողովրդավարությունը նրա մասին չէ, որ հանցագործություն, քաղաքական հանցագործություններ իրականացած մարդիկ չենթարկվեն պատասխանատվության։ Ժողովրդավարությունը նրա մասին է, որ հանցագործություններ չլինեն։ Ժողովրդավարությունը դրա մասին է, ոչ թե նրա մասին, որ հայտնի կոռուպցիոներին չկարողանան դատել, որովհետև ասի, գիտեք ինչ, դուք ասել եք ժողովրդավարություն, ուրեմն ինձ էլ վերաբերվեք ժողովրդավար կերպով։ Ժողովրդավար կերպով քեզ կվերաբերվեն, բայց արդյոք օրենքը քեզ ինչպես կվերաբերվի։ Սա է խնդիրը։ Ժողովրդավարությունն ու օրինականությունը իրարից տարբերվող բաներ չեն։ Ժողովրդավարությունը նաև խոսում է օրինականության մասին։ Եթե դու օրինական գործունեություն չես ծավալել, քեզ ժողովրդավարությունը չի փրկելու, դու օրենքի առաջ ես պատասխանատու։ Եվ այս մոլորությունը շատ դեպքերում այս մոլորության մեջ են հայտնում բազմաթիվ քաղաքացիներ մտածելով, որ վադե լավ դու ժողովրդավարություն ուրեմն, ասենք, բազմաթիվ անգամներ ընտրություններ կեղծած մարդիկ, ուրեմն այդ ժողովրդավարությունից պետք է օգտվեն եւ ինդուլիգենցիաներ ձեռք բերեն։ Այդպես չի կարող լինել։ Դրա համար էր անհրաժեշտ, որ 2018 թվականից հետո տրվեր քաղաքական եւ նաեւ իրավական գնահատական այդ ամեն։ Հիմա անցյալը չփորփրենք, ինչի չեղավ, ինչի չստացվեց, ես անդրադարձա, որ եղան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, որ իշխանությունը չկարողացավ դա արագ կերպով իրականացնել, բայց հիմա ստեղծված իրավիճակում բոլոր հնարավորությունները ունի իշխանությունը գնալու այդ արդարադատության հետևից։ Այդ նույն համակարգի մարդիկ ձեր կարծիքով ինչու ամբողջ նախընտրական շրջանում շատ սուր հռետորաբանություն ունեցան, արդյոք կար են վստահությունը, որ ամեն դեպքում հնարավոր է լինելու իշխանություն փոխել Հայաստանում։ Քոչարյանը, Ծառուկյանը մնացած օրինակ, որ հիմա ինչ-որ օրենքի առաջ են կանգնում, բայց նախընտրական շրջանում կարծես ոչ մի տեղ չթողեցին, որպեսզի այս ամեն ինչը տեղի չունենա։ Գիտեք, մեր ընդդիմությունը մի կողմ դնենք, որ նրանք դրսից կառավարվող ընդդիմություն է։ Մեր ընդդիմությունը իներցիայով շարունակում է, ասենք, մտածում են, որ օրինակ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը իրենց բավականին ռադիկալ եւ սուրբ կերպով են քննադատել, ուրեմն նրանք էլ պետք է շարունակեն այդ, այսինքն ընդդիմությունը չի պատկերացնում, որ այստեղ իշխանությունների տարբերությունը պետք է տեսնենք։ Եթե իրենց իշխանությունը կոռումպացված էր, քրյա օլիգարխիկ էր, ընտրություններ էր կեղծում, ուզուրպացրել էր ամբողջ իշխանության թևերը, օրենսդիր, գործադիր, դատական, ապա այս իշխանությունը նման չէ իրենց։ Եվ այս իշխանության ընդդիմադիր լինելու համար այլ դրսևորման ձևեր են պետք, այլ վարքագիծ են պետք։ Բայց նրանք ոչ սա են հասկանում, ոչ նրանց համար 2020 թվականի պատերազմից հետո իրենք այս իշխանությանը հռչակել են որպես ազգի դավաճան, որ այս իշխանության պատճառով է տեղ ունեցել 2020 թվականի Արցախյան պատերազմի պարտությունը, միակ մեղավոր համարում են Նիկոլ Փաշինյանի անձին եւ հենց այս ելակետիցը շարունակում են։ Սա չի գործում, որովհետեւ առաջին հերթին հասարակության մեծամասնությունը համաձայն չէ այս գնահատականի հետ։ Անկախ նրանից այդտեղ կլինեն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ճշմարտություններ, միևնույն է հասարակության գերակշռող մեծամասնությունը ասում է հարգելի ընդդիմություն, մենք ձեր այդ գնահատականների հետ համաձայն չենք, կամ եթե համաձայն ենք, մասամբ ենք համաձայն։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը ինչքան մեղավորություն ունի, երկու անգամ մեղավորություն դուք ունեք, որովհետև դուք 20 տարուց ավել եղել եք իշխանություն, չեք կարողացել ոչ այդ խնդրին լուծում տալ, ոչ էլ հասարակությանը որևէ բանի պատրաստել, ոչ խաղաղության, ոչ պատերազմի։ Այսինքն հասարակությունը ինքը կարելի ասել ինքնակազմակերպվելով իր օրինական դատը արել է։ Դա արել է 21 թվականին, դա արեց նաև այս ընտրություններին, այլևս այդ թեման փակ է։ Ինչքան դուք փորձեք փորփրել այդ թեման, ինչքան ընդդիմությունը փորձի այդ թեմայով առաջնորդվել, դա չի գործելու։ Եվ նրանք դրա համար հայտնվում են շատ կարելի ասել ծայրահեղ
աբսուրդ վիճակում, հա։ Ինչ էր նշանակում Գագիկ Ծառուկյանին նորից բերել քաղաքականություն։ Դա անհույս քայլ էր, դա ամենախոցելի տարբերակներից մեկն էր։ Կրկին նրանք գնացին հին ժամանակներին, այսինքն հարուստ է, լծակներ ունի, կարող է կաշառել, կարող է գողական ընկերներ ունի, իր բեսպրեդելի միջոցով կարող է մի քանի տոկոս գայն հավաքել եւ օգնել իրենց, որպեսզի իշխանությունը հետ վերադարձնեն։ Այդպես չի լինի։ Եվ Գագիկ Ծառուկյանին նրանք հենց առաջինը հենց Գագիկ Ծառուկյանին զոհաբերեցին։ Այսօր իրենցից ոչ մեկը չի մտածում Գագիկ Ծառուկյանի ճակատագրի մասին։ Ավելի շատ շարքում են ԲՀԿ-ի ձայները վերցվել է, թե չի վերցվել, թե ինչ է տեղ ունեցել։ Ոչ մեկը քաղաքական աջակցություն եւ իրավական դաշտում աջակցություն չի ցուցաբերում Գագիկ Ծառուկյան, որտեղ նրանք գիտեն, որ Գագիկ Ծառուկյանը ամենախոցելի տարբերակն էր։ Եվ հիմա նույնը Ռոբերտ Քոչարյանը։ Տարիներ շարունակ այս մարդիկ հասկացան, որ հասարակության մեծամասնությունը չի ընդունում Ռոբերտ Քոչարյանին։ Նա հասարակական դիտակցության մեջ Ռոբերտ Քոչարյանը նստած է որպես ալերգեն։ Նա հասարակական ալերգեն է, որը գրգռում է մարդկանց։ Այո, կա հասարակության մեջ մի շերտ, որը համաձայն է Քոչարյանի քաղաքական կերպարի հետ, համաձայն է, որ երկիրը պետք է կառավարել Քոչարյանի մեթոդներով, որ կոռուպցիան դա նորմալ բան է, այդպիսի մարդիկ կան հասարակության, քիչ չեն, բայց հասարակության գերաշխարհ մեծամասնությունը այդպես չի մտածում։ Եվ նրանք անդադ հիմնվում են նոր Ռոբերտ Քոչարյանի վրա։ Եվ գումարեցին դրա նաև Սամվել Կարապետյանի կերպարը, որը ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեցող մարդ է, քաղաքական դեմք չէ, չունի քաղաքական խոսք, չունի քաղաքական մշակույթով հարաբերվելու ունակություն։ Այդ մարդը ապա քաղաքական տարր է եւ այդ մարդու միջոցով գալ պայքարել իշխանության համար, դա կոպտագույն սխալ էր իրենց կողմից եւ հիմա նրանք արդեն բախվել են օրենքին, որովհետեւ նրանք բոլորը կապ ունեն քրեական գործերի հետ, կոռուպցիայի հետ եւ շատ բնական որ իշխանությունը գնալու է այդ ճանապարհով։ Հիմա սրանք որ դուք նշում եք իրենք չհասկացան դա եւ այլն Մոսկվայում էլ չկար այդ պատկերացումը ձեր կարծիքով ու իրենք վերջինս խաղաթղթերն էին որ հնարավոր էր բերել ընտրություններին իշխանություն փոխելու։ Մոսկվան կարելի ասել ունի շատ մեծ ազդեցության ցանց Հայաստանում, բայց դրանք կոնկրետ վարքի տեր մարդիկ են, որոնք բնորոշ է ռուսական կայսրությանը։ Ես մի քանի անգամ դա ասել եմ եւ հիմա էլ կրկնեմ, որ ամբողջովին նորմալ է, որ Ռոբերտ Քոչարյանն է Ռուսաստանի սրտի թեկնածուն, որ Սամվել Կարապետյանն է իրեն սրտի թեկնածուն, հա։ Ռուսաստանը ինքը եւս դեռևս չի կարողանում վերադասավորել, վերախմբագրել իր այդ անցյալի քաղաքական պանյատները, այսպես ասած։ Նրանք է շարունակում են մտածել, որ Հայաստանը մեր ազդեցության գոտի է, մի հատ կիսագողական, կիսաքրեական, մի ուժեղ իրենց բնորոշման, մի ուժեղ տղա կբերենք իշխանության, ինքը բոլորին կվախեցնի եւ կիշխի։ Այնինչ հնարավոր է Ռուսաստանում, դա հնարավոր չէ Հայաստանում, մենք լրիվ տարբեր հասարակություններ ենք մեր սոցիալ-հոգեբանությամբ։ Ինչքան է ռուսական ազդեցությունը 70 կամ 100 տարվա ընթացքում ազդեցություն ունեցել է հայաստանցի մարդու վրա, միևնույն է իր խառնվածքով հայաստանցի մարդը կամ ընդհանուր հասարակությունը տարբեր է Ռուսաստանից։ Հայաստանում կարող է 5-10 տարի կամ 15 տարի հանդուրժեն ինչ-որ բռնապետի, բայց գալու է մի օր, որ բոլորը ոտքի են կանգնել, որտեղ հայ ժողովուրդը չի հանդուրժվում այդպիսի բան։ Դապես փոքր ժողովուրդների շատ դժվար է նման մեթոդներով քանակով փոքր ժողովուրդների շատ դժվար է նման մեթոդներով իշխել։ Այնինչ կրկնում եմ, հնարավոր է Ռուսաստանում անհնար է, եւ Ռուսաստանը չի կարողանում ադապտացվել եւ այս պատճառով էլ նրա տեխնացուները այդպիսին են եւ նաեւ ժամանակ չունեն նոր տեխնացու ավելի այսպես ընդունելի տեխնացու հասարակության շրջանը ոչ օդիոս կերպար կերտեն որպես իրենց գործական, հա, դրա համար ժամանակ է պետք։ Միգուցե մի 10-15 տարի հետո ունենան այդպիսի մի տեխնացու, ես չգիտեմ ինչպես կզարգանա, բայց ներկա պահին նրանց խաղակարտերը
այն են ինչ կան, այսինքն նրանց ձեռքին է Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը եւ դրանք վատ քաղաքացիներ են Ռուսաստանի ձեռքին եւ չկենսականացող քարտեր են քաղաքականության մեջ։ Բայց կհարմարվեն այս իրողությանը ձեր կարծիքով, թե մենք այլ զարգացումներ տեսնենք, տեսանք, որ ընդդիմությունը վերցրեց մանդատները, կառավարության ծրագիր ընդունվեց, խորհրդարանում ճիշտ է վատ մթնոլորտում, բայց ամեն դեպքում աշխատանք կա, այսինքն ինչ որ սաբոտաժ եւ այլն չկա, այլ ինչ որ զարգացումներ կանխատեսելի են, թե մենք այսպես հերթական բանի մեջ ենք մտնում։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ զարգացումներ կլինեն, ոչ Սամվել Կարապետյանը, ոչ էլ առավելևս Ռոբերտ Քոչարյանը ի վիճակի չեն հիմա փողոց գեներացնելու եւ ինչ-որ նոր իրենց օրակարգով շարժվելու, չեմ կարծում, Ռուսաստանն էլ ինքը անկախ ամեն ինչից, նույնիսկ բացասական ենթատեքստով եթե նայենք, ինքը շարունակում է այս իշխանության հետ խոսել, հա։ Այս իշխանությանն է մերժում, այս իշխանությանն է փորձում ներգծել, հա, այս իշխանության հետ է ինքը հաղորդակցվում։ Իհարկե այս մարդիկ իր ձեռքին գործիք են եւ եթե կարողանա, ասենք Ռուսաստանը ինչ որ, չգիտեմ, այնպիսի մի ֆորս մաժորային վիճակ ստեղծի, որ կարողանա այս ուժերին օգտագործել, կանի, բայց ներկայապային դա տեսանելի չէ։ Հիմա ավելի շատ հայ-ռուսական հարաբերություններում նոր զարգացումներ են հնարավոր, որովհետև երկաթգծի հետ կապված Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություններ արեց կառավարության ծրագիրը քննարկելիս ազգային ժողովում, սա շատ կարևոր է։ ԵՄ-ի հետ կապված ճիշտ է ոչ հաստատական կերպով, բայց ասել շատ հնարավոր է, հա, ինքը դիվանագիտորեն կառուցեց իր խոսքը, այսինքն որոշակի քայլեր գնում է, որը Ռուսաստանը հնարավոր է նոր պատասխաններ տա։ Եվ հիմա ես չեմ կարծում, որ Ռուսաստանին շատ է հետաքրքրում, ասենք, ինչ կլինի Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը։ Եթե 5-6 տարի առաջ Պուտինը կարող էր զանգել եւ Փաշինյանին ասել, գիտեք, ինքը մեր ընկերն է, լավ կլինի իմ խաթր կամ, չգիտեմ, այսպես լուծեք այդ հարցը եւ Փաշինյանը ինչ հարցերով պետության, պետականության հետ կապված հարցերում զիջումների գնալ, հիմա դրա հնարավորությունը շատ է քչացել, հա, գրեթե զրոյական է եւ ես չեմ կարծում, որ անձամբ Պուտինը կխառնվի այս հարցին, այո որոշակի շրջանակներից հնարավոր է կրկին Փաշինյանին զանգահարեն եւ ասեն, գիտեք, մեր մարդն է այսպես նայում, բայց այլևս 2020 թվականի Փաշինյանը չէ, հիմա շատերին թվում է, որ Փաշինյանը ամենաուժեղ շրջանը 18-ից 20 թվականներին էր, բայց ես չեմ կարծում, որ այսօրվա Փաշինյանը զիջում է այն ժամանակվա Փաշինյանը, ավելին ասեմ, այսօրվա Փաշինյանը քաղաքական իմաստով շատ ավելի կայացած եւ շատ ավելի ամուր դիրքերում է գտնվում։ Այս 49.8%-ը, որ հավաքել է Փաշինյանը, քաղաքական իմաստով շատ ավելի ամուր է, քան 2018 թվականի դեկտեմբերի ստացած 70 կամ 80% ձայները։ Նա էֆորիկ ձայներ էր, իսկ սա կայուն քաղաքական ձայներ է եւ սա Փաշինյանին տալիս է հնարավորություն շատ ավելի ամուր դիրքերից հանդես գալու։ Այսինքն այս իրավական գործընթացները, որ տեսնում ենք, սրանք վճռական են ու այսպես որ ինք խորհրդանում ասել եմ իր խոսքերն եմ մեջ բերել, կզոցնելու եմ, այդպես էլ անում եմ, մենք սրա իսկական, այսպես ասած, արտացոլումը կտեսնենք, ես իր խոսքերը մեջ բերեցի։ Ինձ համար ես չեմ օգտագործում այդպիսի բառապաշար, բայց դա Փաշինյանի ռետորաբանության սպეციფიკան է այդպիսի, դա նրա քաղաքական գործչի կարևորագույն ֆիշկաներից է, ես չեմ կարող Փաշինյանի հետ շփումը, առանձին շփումը իրոք նա շատ հանգիստ, բարեկիրթ մարդ է, դա իր ռետորաբանության ոճն է այդպիսին, եւ դա տալիս է արդյունքներ, հա։ Դա համար չանդրադառնանք, թե ինչպես արտահայտվեց, բայց տրամաբանությունն է, իր ասածի, այո։ Տրամաբանությունը, այո, նա վճռական է տրամադրված, բայց մի հատ խոչընդոտը կրկնում եմ, այստեղ դատաիրավական հավաքարկի հետ կապված լրջագույն խնդիրներ են։ Ես կարծում եմ, որ 60-70% այնտեղ շարունակում են
այդ համակարգում աշխատել մարդիկ, գործել մարդիկ, որոնց հոգում, խորքում, գիտակցության մեջ նշված է կոռուպցիան, նեպոտիզմի բնորոշ հարաբերություններ ունեն նախկին իշխանությունների հետ, կապված են կոռուպցիոն գործառույթներով, բարեկամական կապերով, դրա համար շատ բարդ է հիմա գնահատական տալ եւ եթե հիմա ասենք հա չէ Քոչարյանը 100% դատվելու է եւ 2 ամսից նորից նույն իրավիճակին հանդիպենք, դա քաղաքական առումով շատ վատ տեղ կտանի նաեւ այս իշխանությանը։ Բայց ամեն դեպքում քայլը արել է Նիկոլ Փաշինյանը, արդեն ձեռք է տվել այդ ամենին եւ եթե Նիկոլ Փաշինյանին չհաջողվի իրականացնել, դա շատ դուրս հարված կլինի իր քաղաքական հեղինակությանը, հնարավորություններին եւ հասարակության մի ստվար զանգված վերջնական հիասթափություն կապրի Նիկոլ Փաշինյանից, որովհետեւ կա մենք շոշափում ենք ազգական շփումները մարդկանց մի ստվար զանգված ասում է մենք նրանից պահանջում ենք որ եթե այդ մարդիկ գողություն են արել, գողացել են, թալանել են երկիրը, նրանք պետք է պատասխանատվություն կրեն։ Նույնիսկ ավելին ասեմ, նրանց չի էլ հետաքրում, որ նրանք կարող են գողոնը հետ վերադարձնել։ Նրանց բուն հետաքրում է, որ այդ մարդիկ հայտնվում են բանտում, որտեղ այդ մարդիկ ծառավ են արդարադատության։ Դեք 20 եւ 20 տարուց ավել իրավական եւ քրեական բեսպրեդելի մեջ ապրած հասարակությունը բնական է, որ կարող է ունենալ նման պահանջ։ Որտեղ մարդիկ իրենց նսեմացած են զգացել։ Միգուցե չեն արտահայտվել, միգուցե չեն բարձրաձայնել, բայց այդ ամենը իրականություն է եղել։ Եվ մենք լուսնի վրա չենք ապրում, հա։ Ասում են Աբովյանի ճանապարհով խելոք կանցնեք, որ հանկարծ Գագիկ Ծառուկյանի ավտոշարասյունը իր հետևով անկող հանկարծ նրան չհանդիպեք։ Էջմիածնում հանգիստ կանցնեք, որ հանկարծ մանվելը ձեզ չնկատի, հա։ Սա իրականություն է եղել, սա եղել է բեսպրիձել, իրավական բեսպրիձել է, քրեական բեսպրիձել է, որի մեջ ապրել է հասարակություն։ Շնորհակալություն պարոն Քամալյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում է քաղաքական վերլուծաբան Գագիկ Քամալյանի հետ, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։